Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Եվրոպայի պատվիրակները եկան Հայաստան, Ադրբեջանի նախագահ Բռնապետ Ալիևը ընկավ պանիկայի մեջ եւ տարատեսակ ելույթներով հանդես եկավ։ Թուրքիայի բանախոս Քլիչը եկավ Հայաստան ու ասաց, որ իրեն զգում է ինչպես իր տանը։ Մակրոնը եւ նրա գործընկերները Հայաստանում ինչպիսի փաստաթղթեր ստորագրեցին կարևոր եւ Ֆրանսիան ինչպիսի դեր ստանձնեց Հայաստանի անվտանգության երաշխիքները ապահովելու համար։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ պատմության դոկտոր ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ Մնացեք մեզ հետ, շատ կարևոր եթեր է սպասվում։ Երկու խոսքը ցանկանայի Ալիևին ասել նաուլդու Ալիև հարդադիկ բոյուկ Ադրբեջան ջահաննամը գետի բոյուկ Ադրբեջան գյուրագետի բոյուկ Ադրբեջան Թուրքիայի բանախոսը գալիս է Հայաստան ու ասում է, որ իրեն զգում է ինչպես իր տանը։ Ինչ է ուզում ասել։ Դե էտա օրինակները թվարկեցի։ Չէ, ասում է դե ինչպես տանն էլի, այսքան ինչպես արել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում Իլհամ Ալիևը նորից բարձրացեց իրեն արյունոտ ժանգոտված յաթաղանը եւ ոչնչացեց Դե բոզգուրտ են նրանք, էլի բոզգուրտ են, դե եթե մարդիկ իրենք ասում են, որ իրենք բոզ են, հանդես եկավ հաթաթայով եվրոպական բարձր ներկայացուցիչների նկատմամբ, բոլորի նկատմամբ չեն հանգստանա միջև չոչնչացնեն հայկական պետականությունը, հասկացեք, ինքը անելանելի իրավիճակում է, որովհետև Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Քանի օր է Եվրոպայի պատվիրակները այստեղ էին եւ տարատեսակ հանդիպումներ, տարատեսակ բանակցություններ, որի հետևանքով արդյունքում ասեմ, պարոն Այվազյան, Ալիևը եթեր դուրս եկավ եւ իր հայտարարությամբ ըմբոստացավ այդ եթերի ըմբոստության պատճառը ինչն էր եւ ինչը վրթովեցրեց հատկապես Բռնապետ Ալիևին։ Տեսեք, նախքան այս հանդիպումը նաև մի շարք խորհրդանշական որոշումներ են կայացել եվրոպական տարբեր կառույցներից, որտեղ հստակ մատնանշվում էր եւ ընդգծվում էր, որ ինչքան էլ Ալիևը չփորձի կոծկել սեփական ռեժիմի կողմից կատարված Արցախում ցեղասպանությունը, դա չի ստացվի, ինչքան էլ չփորձի ստվերել Արցախահայության միջազգային օրեն ճանաչված իրենց սեփական երկրում միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խաղաղ ապրելու վերադառնալու իրավունքը ինքը չի կարող ստվերել, ինչքան էլ քաղաքական շոուներ չկազմակերպի, տեսեք, ինչպես են նրանք պատրաստում, ասենք թե խաղաղության օրակարգին իրենց կողմից փորձելով ստվերել Արցախահայության խնդիրը, մոռացության տալով, որ նաև գոյություն ունի ադրբեջանահայության խնդիրը, ադրբեջանահայության վերադարձի խնդիրը, նրանց փոխհատուցման խնդիրը, փորձում են հորինված ինչ որ արևմտյան Ադրբեջանի նարատիվ օրակարգ բերեն եւ ահա այս օրերին իրենք այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մշակույթին նվերված Բաքվում միջոցառում են կազմակերպել նկարիչների ցուցահանդեսները, որտեղ ներկայացված էր Հայաստանի Հանրապետության պատկերները, հասկանում եք, եւ նաեւ այդ կազմակերպության այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կազմակերպության ղեկավար նույնը ինքը համատեղությամբ կարգով նաեւ Մելի Մենջլիսի իշխող կուսակցության պատգամավոր է հանդիսանում, այսինքն յենի Ադրբեջան, նոր Ադրբեջան կուսակցության։ Ադրբեջանում մենք գիտենք ինչ մակարդակի խոսքի ազատություն գոյություն ունի, այդպես որ առանց տիրոջ հրահանգի դա չէր կարող լինել։ Այսինքն կարելի է ասել, որ դա հենց ուղիղ Ալիևի հրահանգն էր։ Անշուշտ հրահանգներ եւ այդ թեման այսպես կոչված տակ են պահում նրանք անընդհատ եւ չեն էլ փորձնում ինչ որ չափով այս աժիոտաժը քիչեցնել այսքան այո այս պարագայում մենք պետք է հիշենք որ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քարոզը բոլոր միջոցներով բոլոր հարթակները օգտագործելով եւ կառուցելով այդպիսի
պատեհ անպատեհ իրավիճակներ, որտեղ դա անում են, փորձելով ստվերել սեփական հանցագործությունները, ինչպես անում էին տարիներ շարունակ, եւ նաեւ եթե մեզ համար որոշ մարդկանց համար, բայց ոչ մասնագետների զարմանալի է իրենց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը, դրանք այդ ռևանշիզմը, ինչպես նաեւ Արցախի դեմ դավադիր պատերազմը Հայաստանի դեմ տարիներ շարունակ էին պատրաստում Ադրբեջանում անկախությունից ի վեր խոսում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այդ հողերի վերադարձի մասին, օկուպացիայի մասին իրականության մեջ դեռ Հայր Ալիևն էր դրա մասին խոսում, հսկայական գրքերն էին լույս տեսել, ամբողջ սերունդներն էին մեծացրել այդ գաղափարի վրա, այդպես որ Արցախյան հարցը դա հակամարտության վերջը չէ, իրենց աչքերում հայկական պետականության իսպար վերացումն է, հայկական հիմնական, հա, իրենց նպատակը դա մասին չեն բացարձակում են։ Պարոն Այվազյան, հստակ ասեք, Ալիևը ինչի էր վրդոված եւ ինչի էր տագնապի մեջ նման ելույթներ ունենում։ Նախ եւ առաջ ինչքան էլ ինքը չփորձի այդ հարցը փակել, իրեն մոտ չի ստացում եւ դրա համար ինքը լկտիության ամենաբարձր մակարդակը հավակնելով վերցրեց եւ հանդես եկավ հաթաթայով եվրոպական բարձր ներկայացուցիչների նկատմամբ, բոլորի նկատմամբ, ասելով որ տեսեք, մենք մեր երկրի, այսինքն այն հանցագործությունը, որ նրանք խաղաղ բնակիչների նկատմամբ են իրագործել, ասում է որ մեր երկրի ներսում տարածքային ամբողջականություն ենք վերականգնել, ՄԱԿ-ի որոշումներ ենք կատարածել եւ կարգ ու կանոն ենք հաստատել։ Դա մեր ներքին գործերի միջամտությունն է։ Ցեղասպանություն կատարել է Արցախի հայ բնիկների նկատմամբ դիկտատոր Ալիևի ներքին գործը չի ու հոր բոստանը չի, որ երբ որ ինքը ցանկանա իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներում ինչ ցանկանա անի եւ դրանից հիստերիայի մեջ ընկնի հատ-հատա եւ այլն եւ այլն։ Տեսեք, նույն այս օրերին Պարոն Այվազյան, հատկապես Եվրոպայի պատվիրակների որ խոսքից Ալիևը ընկավ նման հոգեվիճակի մեջ։ Մի խոսք չի, անգամ մի քանի ռեզոլյուցիաներ ընդունված եղել Արցախի բնակչության հետ կապված վերադարձի իրենց նախկին տարածքները անվտանգության, նաև պատմամշակութային ժառանգության անխնա ոչնչացման Ադրբեջանի ռեժիմից եւ ահա մենք ականատես ենք եղել, երբ մենք հիշատակում ենք հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Երբ որ ոգեկոչում էինք մեր անմեղ զոհերի հիշատակը, նույն այն օրերին Իլխամ Ալիևը նորից բարձրացեց իրեն արյունոտ ժանգոտված յաթաղանը եւ ոչնչացեց Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցին եւ նաեւ Աստվածածնի եկեղեցին, որը իրականության կենտրոնական տաճարն էր Ստեփանակերտին, դրանով ուղերձ, նրանց մոտ ոչ մի բան պատահական չի լինում։ Իրենց կողմից այն է նախատեսել են նրանք հանդիպել այսպես կոչված ադրբեջանական քաղաքահասարակության ներկայացուցիչները, հա, ինչ օր էին ընտրել դրա համար խոսակցությունների Մարաղայի կոտորածի օրը, ապրիլի 10-ին, հատուկ էր նախապատասխան, իրենք բոլոր կոնկրետ վրեժ խնդրեցին իրենք չեն հանգստանա միջև չոչնչացնեն հայկական պետականությունը, հասկացեք, ինչ ուղերձ է, խաղաղության արդյոք պատրաստում է Ադրբեջանի դիկտատորը իր սեփական ժողովրդին, մի կողմից իրենց մոտ չստացվեց ուղակի օրեն Այրայժմը Սպարսկաստանից հյուսիսը պոկել եւ իրենց Բաղձալի մեծ Ադրբեջանը կերտել, մյուս կողմից իրենք փորձեցին այս վրեժ խնդրությունը լուծել, հա, մեր գերեզմաններից, մեր եկեղեցիներից ստորաբար պատերազմելով, բայց եթե ինքը այդքան քաջ է եւ մատ է բոլորի վրա թափ տալիս, ինչու Իրանի պարագայում, Թավրիզի պարագայում չի ստացվել իրեն մոտ, ինչպես վերջին վախկոտը վարվեց ուրիշի պատմամշակութային ժառանգությունը եւ նաեւ սրբությունները պղծել, ոչնչացվել, դիվահարում են խաչից անգամ, բայց ինչ վերաբերում է, որ հարցը գնում է Իրանի հետ, մեծ Ադրբեջան ստեղծելու ծրագրի մեջ, երկու խոսք կցանկանայի Ալիևին ասել, նաուլդու Ալիև, հարդադի բոյուկ Ադրբեջան, ջահաննամը գետի բոյուկ Ադրբեջան, գյուրագետի բոյուկ Ադրբեջան, այդպես որ դուք միայն ձեր ուժը պատում է, միայն պատում է երեխաներին, ծերերին սպանել, գերեզմանները քանդել, պատերազմել անգամ սրբությունների դեմ, քանդելով մայր տաճարը Ստեփանակերտում, ինչ ուղերձ են նրանք ուղում,
հայ ժողովրդին, բովանդակ հայությանը, աշխարհի ցանկացած ծերում, արդյոք դա նման է, որ ադրբեջանական կողմը խաղաղություն է պատրաստում, ոչ նրանք փորձում են մատ թափահարելով իրենց պայմանները թելադրել եւ արդեն բացահայտորեն ասում են, որ մենք ենք եւ մեր սարերը հուշարձանը նույնպես կապամոնտաժվի, եւ այլն, երբ որ կրոնական կառույցի մասին է խոսքը, դա չի կարող ասել, ապօրին իրավունք չունեն, խոշորագույն, հա, եկեղեցիներ քանդելով ողջ քրիստոնյա աշխարհի աչքերի առջև իրականության մեջ որտեղ է այդ վրթողմունքը հեքիաթներ պատմելով Հայաստանում 300 մսկիթների մասին եւ այլն տեսեք Հայաստանում եւ Արցախում երբեք այդքան ոչ մսկիթ ոչ թուրք ոչ մահմեդական էր եղել երկրորդը տեսեք ինչ վիճակում են նույն մսկիթները նույն Ադրբեջանի տարածքում ավելի նայեք Կապույտ մսկիթը Երևանում եւ ադրբեջանական մենք երբեք չենք քանդել ուրիշի հավատքի հետ կապված որևէ Կապույտ մսկիթը վերագրում են իրենց Այո, եւ ոչ միայն վերագրում, ամեն ինչն են վերագրում, Հայաստանի տարածքին հավակնում են բարեձբուն իմաստով։ Տեսեք այս օրերին նաեւ աննախադեպ մեծ աղմուկ հանած, հա, Շահին Մուստաֆայևի այցը Հայաստան, Ադրբեջանի կողմից բանակցողի առաջին անգամ են, որ ինչպես ասում են, ուղիղ ռեյսով Բաքվից Երևան եւ խոսակցությունները փորձում են ներկայացնել այդպես, որ իրենք տնտեսական խնդիրներ են քննարկել ադրբեջանական կողմը, բայց ադրբեջանական կողմը միջև հիմա բոլոր այդ դաշտը ողողված է, որ Շահին Մուստաֆայևի հիմնական հանձնարարությունը եղել է կրկին բարձրացնել այսպես կոչված անկլավների հարցը, այն է Տիգրանաշենի անկլավի խնդիրը եւ Տաուշիմ գտնվող այսպես կոչված անկլավները, որոնք մենք ասել ենք, որ չիրավաբանորեն, ոչ պատմականորեն, ոչ մի Ադրբեջանի հետ կապ եւ առնչություն չեն ունեցել երբեք։ Եվ այստեղ մտածել, որ ահա ինչ լավ է, որ Շահին Մուստաֆայևը Հայաստանում ածնվել եւ դրանից ինչ որ ուրախության նոպաներ ունենալ, բոլորովին պետք չէ, որովհետեւ իրենք իրենց գործը լավ գիտեն եւ Հայաստանում ծնված թուրքը ել ավելին է ատում հայերին քանց թե այլ տարածաշրջանում ծնված թուրքերը, որովհետև իրենք նաև այդ հողակտորը ուզում են մեզնից զապտել եւ հանդիսանում են գործող ռեժիմին մոտ որպես հիմնական կռվան եւ գործիք այդ հարցին հասնելու նկատմամբ այդպես որ մենք պետք է ուշադիր լինենք այս հարցում եւ չհավատանք ադրբեջանական կողմի բարի նպատակներին տեսեք այս զուգահեռ այդ օրերին այսպես կոչված նորից նրանց հրետորաբանությունը չէ տեսեք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով փոխարենը նայեն ինչ են ադրբեջանական բանտերում կատարվում ինչ են ռազմագերիների հետ կատարվում պահվող անձանց հետ կատարվում մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով իհարկե Ալիևի հատուկ հրահանգով հարց է բարձրանում որ իբրև թե Մարտի 31-ը միջազգային մակարդակով պետք է նշվի որպես ադրբեջանցիների ցեղասպանության օրը կազմակերպված հայերի կողմից պատկերացնում եք օրակարգը իրենց եւ նաեւ դերենք գիտեք որ տարվա մեջ 3 անգամ են նշում այսպես կոչված ադրբեջանցիների հայերի կողմից արված նկատմամբ ցեղասպանությունները դա է այսպես կոչված Բաքվի սև հունվարը հունվարի 20-ը 90 թվականի որը իրականության մեջ հայերի համար եղել է սև հունվար որտեղ հայերը ցեղասպանվել են հունվարի 13-ից 19 ընկած ժամանակահատվածում երկրորդ եւ հատուկ են այդպես թվերը վերցնում, որպեսզի ստվերեն սեփական հանցագործությունները։ Երկրորդը, այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության ճակերտավոր դա փետրվարի 26-ն է, որպեսզի ստվերեն իրականության մեջ փետրվարի 88 թվականի փետրվարի 27-8-9 Սումգայիթում հայերի ցեղասպանության դրվագի հետ կապված խնդիրը եւ նրանք նախ հորենել են այդ բոլոր թվերը որպեսզի փորձեն ստվերել սեփական հանցանքները իսկ հիմա հանդես փորձում են հանդես գալ պահանջատերի դերից եւ արդեն միջազգային հանրության արչեւ այդպիսի հարցերը իրականության մեջ մենք Լավ, պարոն Այվազյան, Եվրոպայի պատվիրակները ինչ հասկացրին Ալիևին
եվրոպական պատվիրակներից ընդամենը մեկը փորձեց նրան տեղը դնել, բայց այդ մեկը դիկտատորը չէր հանդարտվում համոզված լինելով իր, ինչպես ասում են, ամենազորության մեջ։ Ինչի, որովհետև նաև այստեղ էր Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որը Ռուսաստանին քննադատելով եւ ներկայացնում է կառույցը, եւ այլն, նույն ռուսական գազ ու նավթը առնում են Ադրբեջանի միջոցով, հիշում եք դարակազմիկ այդ պայմանագիրը, որոնք կնքվել է այդ ֆոն դեր Լայնի նաև եւ Ալիևի կողմից, որովհետեւ դեր հայերի արյունը չի հասցրել չորանալ։ Նրանք սկսել են մեր գերեզմանների վրա բիզնես անել։ Հասկանում եք, դրա համար իրեն լեզուն դիկտատորի լեզուն երկար է, որովհետեւ բովանդակ Եվրոպայի համար Բաքվի նավթը ավելի մեծ արժեք ունեցել է եւ կունենա, քանց թե հայերի կողմից թափված արյունը, քանց թե հայերի ցեղասպանությունը, նահատակված լինելով նաեւ քրիստոնյա հավատքի համար, այսինքն հայերին կոտորել են ոչ միայն հայ լինելու, այլ նաեւ քրիստոնյա լինելու, անտեսում են այդ ամենը եւ նաեւ այո, դրանով նրանք խրախուսում են գործող ադրբեջանական ռեժիմին նորանոր հանցանքների հնարավորության ցանկացած միայն թե Ալիևը նավթ վաճառել։ Անշուշտ, նաև պետք է հիշենք, ինչ որ կապված է։ Միայն նավթ չէ, նաև գազ։ Եվ գազ, այո, մի կողմից նրանք քննադատում են իսրայելական գործողությունները Թուրքիայի հետ միասին, չէ՞, Թուրքիայի վարչապետը կրկին վերջերս հաստատեց հաթաթայով Իսրայելն, ասեց ինչ, ասեց, բա մենք մտել ենք Ղարաբաղ, ասում է, եւ մեր ձեռքերը կհասցնեն Պալեստին, այսինքն կրկին ինքնախոստովանություն, որտեղ է հանցագործության մասին երկրորդ անգամ, այո, երկրորդ անգամ եւ Իսրայելին սպառնալով եւ հետո երբ որ ասում է Ալիևը, որ մենք ենք ազատագրել իբրև թե հակաահաբեկչական գործողություն ենք կատարել, բա որ Թուրքիայի նախագահ Պակիստանի զորքերը, այդ ահաբեկիչները, որոնք գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար, ինչ են արել այդ տարածքում, այս պարագայում այդ որտեղից են հարվածներ հասցնում Իրանին նաև թիկունքից, ում փորձում են, ում տարածքը։ Որտեղ եք լսել, որ 8 միլիոնանոց պետությունը դուրս է գալիս 120,000 բնակչություն ունեցող պետության վրա ու անունը դնել պատմական հողերի ազատագրում, սա կոնկրետ ցեղասպանություն էր, էթնիկ զտում։ Լսեք, այստեղ մի կարևոր եվրոպական գործիչներից մեկը, որ եկել է այստեղ, որին կանդրադառնանք, նաև ուղղակի մի դրվագ հիշեցնեմ, ասում էր մի հողակտորին, որը Ադրբեջանի կենտրոնում կամ սրտում է գտնվում, այդ մեր սրտներում է գտնվում Արցախը, այդպես որ իրենց կոկորդիլոսյան լացը ու կոծը, որ նրանք դրել են, որ հավատալու չի, միայն գործողություններին է պետք հավատալ։ Տեսնում եք, հայկական պետականության սրտում այդպեսի կոպտագույն վիրավորանք հասցնել մեր ժողովրդին, երբ որ դեր սպիները չեն սպիացել, ոչ էլ կսպիանա, երբեք այդ վերքը չի սպիանա, երբեք, որովհետև ինչպես թուրքերը, եթե իրենց 30 տարիներ պահանջվում էր, որպեսզի Արցախի նկատմամբ վրեժխնդրություն իրագործեն եւ Հայաստանի նկատմամբ, ռևանշիզմը, ինչքան ժամանակ էլ չպահանջվի, մենք կհասնենք մեր նպատակին, մենք մեր հողերը կազատագրենք եւ կհասցնենք արդարությանը։ Նաև Բաքուն մեր հողն է, այդպես որ վաղ թե ուշ մենք այնտեղ կամ մեքենաներով կամ տանկերով կվերադառնանք ազատագրելով, թող չմոռանան խոսելով Երևանի մասին, որ նրանք դեռ մեր արչև պարկ ունեն։ Եվ երբ որ գիտեք, հիշում եք մեր սլոգանը, միշտ ինչ որ թերի էր, չէ՞, սլոգանը ասում ենք, հիշում ենք եւ պահանջում ենք, բայց ինչ ենք պահանջում, ոչ թե հիշել, այլ արդար փոխհատուցման ենք պահանջում, մեր հողերն ենք պահանջում, մեր տարածքներն ենք պահանջում, մեր հուշարձաններն ենք պահանջում, արդարություն, փոխհատուցում ենք պահանջում, դա ենք մենք պահանջում, ոչ թե պահանջում ենք, որ հիշեն, ոչ, այդ հիշողությունը առանց արդարացի փոխհատուցման ոչինչ չի նշանակում, դա մանավանդ, որ մոռացության է տալիս դա թշնամին, պետք է հիշենք, որ մի ժողովուրդը մեր օրինակի վրա, որ ցեղասպանություն է ապրել, ասենք թե Աբդուլհամիդյան ջարդերից սկսած, եթե հաշվենք մինչև Քեմալական Թուրքիա 1923 թվականի
ընկրկված 2 միլիոնից ավելի մարդ են կորցրել այդ սպանդի ժամանակ։ Երբ որ ասում են արևմտյան Թուրքիան ինչ է ասում, սիրում են ասել, չէ՞, նրանք իրենց քաղաքացիներին տարահանում էին պատերազմական վտանգից հետ պահելու համար, հա, եւ այլն եւ այլն։ Բայց ինչ գործ ունեին ոչ թուրքահապատակների հետ, երբ որ ներխուժել են հարավային Կովկաս եւ դեպի Բաքու գնացող ողջ ճանապարհին հայերին կոտորում էին։ Ուր էլ չպատահի հայը։ Մտնելով Բաքուն 1918 թվականի սեպտեմբերի 15-ին նրանք մորթել են ուղակի, մորթել են 30,000 հայ։ Այդ մարդիկ ինչ կապ ունեին Օսմանական կայսրության տարածքի հետ։ Ինչ կապ ունեն։ Առավելևս առաջին աշխարհամարտի հետ։ Այո, դամանավտ որ Օսմանյան կայսրության ոչ քաղաքացին եւ այլն, իրենք նպատակ ունեին ոչնչացնել այսպես կոչված անիծյալ հայկական սեպը։ Դրա համար իրենց շարժը ողջ երկայնքով անթուփ միջև Բաքու նրանք սպանում էին հայերին, իսկ այնց որ վերաբերում է մարտյան իրադարձություններին, որոնք Ադրբեջանը փորձում է ներկայացնել իբրև թե իրենց ցեղասպանությունը, դա մուսավատիստական բանդաների կողմից փորձ էր ապստամբության ընդդեմ օրինական իշխանության Բաքվի կոմունայի այն ժամանակվա եւ այդ բախումների ընթացքում տարբեր գործողությունների արդյունքում փորձել են ինքնապաշտպանվել թուրք խաժամուժից եւ արդյունքում անգամ իրենք Ղուբայի շրջանում որ կմախքներ են գտնում ցույց են տալիս իբրև թե հայեր են սպանել թուրքերին իրականության մեջ դա նրանց բանդաները սպանում էին տեղի հայերին ու հрьяաներին այսինքն սեփական զոհերի մնացորդները ցույց են տալիս իբրև թե ապացույց որ հայերը թուրքերին կոտորել են այդ աստիճանի խայտարակության կարելի է հասնել բայց դա այն պարագայում որ ըստ արժանագույն անընդհատ պատասխան չեն ստանում, լկտիանում են, արիթավորվում են։ Դա էր էլի հենց պատճառը դրա համար անընդհատ փորձում են ելույթներ ունենալ եւ մեզ մեղադրել։ Պարոն Այվազյան, կարծես թե Իրան-Ադրբեջան նոր լարվածություն է հասունանում։ Իրանական լրատվամիջոցները, օրինակ Իրնան ու Մեհրը եւ պաշտոնական աղբյուրներ շարունակում են Ադրբեջանի ներկայացնել որպես Իսրայելի ռազմական հենակետ։ Մանուչեհր Մոթակին նախկին ԱԳՆ նախարարը այժմ падգամավոր է նա պաշտոնապես հայտարարեց որ ըստ փորձագիտական գնահատականների Իսրայելի կողմից Իրանի հյուսիսային շրջաններին հասցված հարվածների ժամանակ օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը օդանավակայանների շահագործում Մոթակին նաև հղում է արել զեկույցներին ըստ որոնց իսրայելական ինքնաթիռները վայրեջք են կատարել եւ վերալիցքավորվել են ադրբեջանական օդանավակայաններում Իրանական կողմը նաև պնդում է, որ ունի տեսագրություններ եւ ռադարային տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ իսրայելական Հերմես եւ այլ տեսակի ԱԹՍ-ները օդ են բարձրանում հենց Ադրբեջանի տարածքից։ Այս մասով ինչ կարող եք ներկայացնել, պարոն Այվազյան։ Լսեք, բանը այն է, ինչպես ասում են ժամանակին, հա, Մյունխենում գործարք կատարվեց, հա, Հիտլերի հետ։ Ադրբեջանը վերջերս նաև Ադրբեջանի լիդերի շուրթերով Մյունխենում հայտարարություններ են հնչել, ինչպեսին են տեսնում տարածաշրջանային ապագան մասնավորապես Հայաստանը կրկին ու կրկին անվանելով Արևմտյան Ադրբեջան, նաև կրկնելով նույնը Թիֆլիսում, Ալիևը նույնն է կրկնել, իրենց համար Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, պատերազմ հրահրելու լինի դա, տեսեք, Վրաստանը նաև Բորչալուն է, Թիֆլիսը հին ադրբեջանական քաղաք է, Պարսկաստանի հյուսիսը։ Պարոն Այվազյան, ներողություն, այդ պատվիրակները Եվրոպայի, ինչի որևէ մեկը չկանգնեց ոտքի ու ասեր հարգելի Ալիև, ինչպես ես եւ որ հիմնարար օրենքներով եւ որ միջազգային նորմերով ես դու նման անպատասխանատու հայտարարություններ անում, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանը։ Ինչու Ալիևի այս խոսքը Հայաստանում որևէ եվրոպական պատվիրակ չանդրադարձրեց։ Տեսեք, իրականության մեջ, ինչպես ասեցի, Ադրբեջանի համար եւ Դաղստանը դա հյուսիսային Ադրբեջանի Իրանի տարածքը, նաև հարավային Ադրբեջան։ Բոլոր հարևանների հանդեպ նրանք ունեն տարածքային պահանջ։
նրանց համար այդտեղ չկա առանձին ադրբեջանական, առանձին թուրքական ծրագիր։ Դա թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն է, այն է հայկական անիծյալ ճակերտավոր սեպի վերածումն է, այսինքն Հայաստանի Հանրապետության վերածում է։ Այդ ուղղությամբ նրանք կոնկրետ գործողություններ են կատարում եւ երբ որ հարմար պահն է գալիս, օգտվում են առիթից։ Պետք է հիշենք, տեսնեք, ասում են ինչ է ասել նորից Ալիևը, ասում է համարյա թե ստորագրել ենք, բայց սահմանադրությունը պիտի փոխվի, բանակի վերահսկողությունը, Հայաստանը չպիտի բանակ ունենա եւ այսինքն ապահովեն ադրբեջանցիների Հայաստանից չկերտավոր ադրբեջանցիների իրավունքները եւ զուգահեռաբար խոսում են, որ ասենք թե զուգահեռաբար մերոնք շատ այստեղ շատ աղմուկ բարձրացավ, թե խորվիրապը որ ռակուրսից է որտեղ որ նկարված, բայց այն որ Ադրբեջանը եւ Թուրքիայի համար օրինակի համար անգամ որ մեր զինանշանի վրա անձնագրի այդ առաջի էջի վրա Արարատ լերն է պատկերված, կարող է ճակերտավոր, հա, կազուս բեյլի լինի հարցակվելու համար, այսինքն ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, այստեղ իրենց համար իրական օրինական ագրեսիայի դիմելու համար պատճառաբանություն պետք չէ, նրանք ուղղակի փնտրում են իրենց համար հարմար պահին։ Եվ դուք ասում եք ինչու՞ չէ, պահանջում են պայմաններ, պահանջում են տարածքային հարցեր օրակարգում, պահանջում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ծնկի բերեն, պահանջում են ամեն ինչ, որպեսզի նվաստացնեն ժողովրդին հայոց, ամեն ինչ անում են։ Բարոյա հոգեբանական կոտրեն, ճնշում գործադրեն այդ քարոզչության, անընդհատ լարվածության մեջ պահեն։ Այսպես ասած խաղացնում են խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Ինչպիսի խաղաղություն։ Նվաստացման գնով խաղաղություն։ Իրենք չեն ուզում հայերի նվաստացումը, իրենք ուզում են մեր ոչնչացումը։ Մեկ տարուց ավելի է բարձրաձայնվում է, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Այո։ Ուր է պատրաստ է։ Վաշինգտոնից եկան խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջ, խաղաղություն, խաղաղություն։ Սա ինչ է, ժողովրդին հայոց խաբում են, թե ժողովրդին հայոց փորձում են մանիպուլացնել։ Ինչ է սա, պարոն Այվազյան։ Ես կարծում եմ, որ Իլխամ Ալիևը բավականաչափ հստակ ասում է, որ իրենք ասում են սահմանները պայմանական են, վերջերս նորից ասեց, չի ճանաչում Հայաստանը այս տարածքներում։ Ոչ միայն չի, ասում է Արևմտյան Ադրբեջան, ինչ Հայաստանում։ Ասում եմ, Մյունխենում, ասում եմ, Թիֆլիսում նոր է ասել դա։ Լեզուն չի բանարել, չի պապանձվել, նոր է ասել դա։ Ու պատվիրակները ինչ պատասխանեցին նրան։ Դե ես ասեմ, իրենց համար հիմա միջև պատվիրակները Ադրբեջանը միշտ էլ կգտնի արիք։ Լինի դա մեր զինանշանի վրա Արարատը, թե Թուրքիայի համար, թե չգիտեմ։ Ադրբեջանը Ալիևը գտնում է առիթ եւ տարատեսակ ստանդարտացություններ է փորձում իր ուղեղից դուրս հանել, բայց Եվրոպայի պատվիրակները եկել էին Հայաստան, քաղաքակիրթ, ազատադեմ, դեմոկրատ, լուսավորչական պատվիրակները ժողովրդավարական բաստիոնից էին եկել եւ ժողովրդական բաստիոնի ներկայացուցիչները լինելով սուվերեն Հայաստանի Հանրապետությունում միթե չեն կարող այսպես ասած ինչ որ մի անդրադարձ անեն, հակադարձ անեն Ալիևին, ասում է երկրի ղեկավարը սուվերեն երկրի հանդեպ կոնկրետ ոտնձգություն ունի, ասում է սա Արևմտյան Ադրբեջան է, միթե սրա վրա աչք են փակում այդ Եվրոպայի պատվիրակները, չեն տեսնում, լսողության խնդիրներ ունեն, տեսողության որոշակի ընդհատումներ ունեն, ինչն էր խնդիրը, որ Ալիևին մեկը հավուր պատշաճի չասեց հարգելի Ալիև, նման ձեր արտահայտությունները դա կոնկրետ սպառնալիք է սուվերեն պետության նկատմամբ։ Խղճի բացակայությունը նրանց խանգարում են եւ ուղեղի կարճությունը։ Բա ինչի համար էին նպատակը ո՞րն էր հիմնական մեսիջը կարող եք ներկայացնել։ Տեսեք, եթե մենք խոսում ենք հայ եվրոպայական արձագանքի մասով, արձարծել ենք այդ հարցը։ Եվրոպայի ժողովրդավարության բաստիոն Ֆրանսիայի նախագահն այստեղ գալիս էր, իրեն գովում էր, Ֆրանսիան գովում էր, այո, Ֆրանսիան մեզ համար իրոք բարեկամական երկիր է, բայց միևնույն ժամանակ ասելով, որ Արցախը դա Ադրբեջանի կենտրոնում գտնվող ինչ-որ հողատարածք է, ոչ թե մեր սրբազան հայրենիքն է, ոչ թե մեր սիրտը, քրիստոնեական աշխարհի օրաններից մեկը, այլ ինչ-որ հող է Ադրբեջանի կենտրոնում։ Առաջինը, իրենք որ Ալիևը լսեք, ուզում եք ասել, որ Մակրոնը տեղյակ չի, Արցախը իրականում ում է պատկանում, Արցախում ովքեր են ապրել։ Լսեք, Մակրոնի, հիշում եք Ալիևի փողով, երբ որ ասենք թե Նոր Կալեդոնիայի խնդիրն էր բարձրանում, չէ,
ֆրանսիական պրոտեկտորատին։ Ալիևը փողով գնաց այդ Ֆրանսիայի քթի տակ, փող այնտեղ բաժանեց եւ հիմա Նոր Կալեդոնիան դարձավ Ֆրանսիայի կազմում անկախ պետություն եւ նաեւ դրոշն, նայեք Նոր Կալեդոնիայի դրոշին, Ադրբեջանի գուների դրոշով պատկեր է։ Այսինքն դուք կարծում եք, որ եթե նրանք նայեցին ինչպես հայերին բնաջնջում էին, ոչնչացնում էին Արցախում, ոչ միայն 44 օրյա պատերազմ, այլ լայն ավելի կտրվածքով եւ նաեւ այդ շրջափակման ժամանակ եւ միայն խորը հիասթափություն են հայտնում եւ երբ որ այսքան հանդուրժում են դա իրենց իսկ սեփական աչքերի առջև Նոր Կալեդոնիայում Ալիևը տեսեք ինչ արել եւ ավելին ձեզ ասեմ ժողովրդավար Եվրոպայի մասով պետք է հիշենք 1921 թվականի Անկարայի պայմանագիրը Ֆրանսիայի ու Քեմալական Թուրքիայի միջև ըստ որի նրանք մեր թիկունքում հանձնել են Կիլիկիան միջ այդ նրանց երաշխիքների ներքո Կիլիկիան վերադարձել է 170,000 հայ հավատալով սեփական հայրենիք Կիլիկիա հավատալով որ իրենք կկարողանան Ֆրանսիայի հովանու ներքո իսկ ինչ են արել նրանք եկել են ըստ իրենց շահերի պայմանավորվածության իհարկե շնորհակալություն որ թույլ են տվել մի քանի հային ներգաղթել կամ մի քանի 100,000 հային ներգաղթել Ֆրանսիան բայց նրանցից այսինքն պատասխանատվություն չի հանում տենց էլ չէ որ նրանք ինչպես ասում են կիրթ, քաղաքակիրթ եւ ազնվագույն մղումներով են միշտ առաջնորդվում։ Տեսեք, գոնե այս օրինակը նրանց մտադրությունների անկեղծության մասին։ Տեսեք ուրիշ բան։ Ասենք թե արդեն մի քիչ այլ է ոլորտի, հա, Զելենսկին, հա, եկել է Բաքուն ողջագուրվել է Ալիևի հետ եւ այլն, չէ, դաշնակցային հարաբերություններ է ցույց տալիս եւ այլն, իսկ աղմուկը դժգոհությունը գալիս է որ ինքը այս միջոցառման ժամանակահատվածում այցելել է Հայաստան։ Մենք Ալիևը տեսնում եք բոլոր ճակատներում իրեն պահում է որպես լկտի, բայց ինչ է նրան երևի թե թևեր տալիս այն առաջին հերթին որ ինքը անելանելի իրավիճակում է որովհետև կամ ինքը կփորձի շարունակել իրեն մաչոյի ձևով ներկայացնել կամ էլ ոչ միայն իշխանություն կկորցնի այլ նաև գլուխը եւ դա այդպես է որովհետև Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը արդեն հոգնեց սերնդեսերունդ փոխանցվող իրենց կլանային իշխանություններից ինչ դեմոկրատիայի մասին երբ ասում են Ադրբեջանում ինչ որ հողերը ինչ դեմոկրատիան Ադրբեջանը դեմոկրատական երկիր է, Հյուսիսային Կորեան ավելի դեմոկրատական է։ Ինչ փոխհարաբերությունները, ինչի մասին է խոսքը։ Նրանք նույն ռուսական նավթ ու գազը առնում են եւ վաճառում են, այսինքն առնում են Ադրբեջանից ռուսական նավթ ու գազը։ Ուր են նրանց սկզբունքները։ Ընդհանրապես ուր։ Պարոն Այվազյան, վերադառնանք Իրան-Ադրբեջան այս կոնֆլիկտին եւս իրանական ռազմական շրջանակները պահանջել են Ադրբեջանից վտարել սիոնիստներին։ Հակառակ դեպքում սպառնացել են, որ Ադրբեջանի տարածքում գտնվող այն վայրերը, որտեղ տեղակայված են իսրայելական հետախուզական կամ ռազմական օբյեկտները, կդառնան Իրանի հրթիռների թիրախ։ Ինչ է սա։ Դա հերթական զգուշացում է, բայց ըստ թեմայի շարունակության հիշում եք տարածաշրջանային երկրները թերագնահատել են Արցախը որպես անվտանգության եւ կայունության տարածաշրջանային գործոն։ Տեսեք Եվ Պարսկաստանը զգում է հիմա իրեն սեփական մաշկի վրա դա։ Ինչքան անգամ բախումներ են տեղի ունեցել, բայց հիշում եք, չէ, երբ որ Այաթոլլա Ռայիսի անգամ մակարդակով հանգուցյալ, որ Արալահի մոտ է գնացել արդեն Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, էլի, նրա մակարդակով Այաթոլլա Խամեյնի, որը նույնպես արդեն Ալլահի մոտ է գնացել, հա, շնորհավորել են Ադրբեջանին, այս որ այդպիսի հզորագույն, հնագույն քաղաքակրթությունը, պետական կառույց ունեցող պետությունը, ինչպես Իրանը, ռազմավարական անթույլատրելի վրիպակ է ցույց տվել, որը սեփական պետության կարող է անկախության եւ տարածքային ամբողջականության գոյությանը
Ինչ սպառնալի կլինի։ Ինչ պիտի աներ, պարոն Այվազյան։ Տեսնում եք, բայց ոչ միայն, նաև նույնը թերագնահատել են հյուսիսից Ռուսաստանը թերագնահատեց Արցախը, Հայաստանը թերագնահատեց Արցախը որպես կայունության գործոն։ Հիմա ադրբեջանական ռազմական կոմունիկացիաները այդքան մոտիկացել են մեր երկրի ցանկացած կետին, որ Ալիևը հոխորտում է ու ասում է Հայաստանում ինձ համար անհասանելի տեղ չկա։ Մենք ամեն ինչը դիտարկում ենք ու ամեն տեղ կարող ենք հարված հասցնել։ Բացահայտ ասում է դա նույն օրերից։ Դրա մասին է խոսում, այսինքն ինչ է խոսում։ Իրանը այս պարագայում թերագնահատեց Արցախի գործոնը, որը ինչ դարձավ իրեն համար թշնամական ուժերի որջ, հա, ցածկադաշտ, պլացդարմ, այդ ահաբեկիչների, չէ, թշնամական երկրների հատուկ ծառայություններին, որտեղից նաև հարվածներ են հասցնում, ըստ էության Իրանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչնչացված է բարձրագույն, ողջ ոչնչացած է, արդեն համարյա ոչ ոք չի մնացել։ Եթե չհամարենք բացի Փեզեքչյանից։ Պեզեշկյանին էլ երևի որպես նվեր փանթուստիստական դրածո Իրանի քայքայումը ցանկացող կարող են վերջում փոխանցել Ադրբեջանին։ Այդ նույն օրերին, երբ որ Իրանի շուրջ թեժացել են կրքերը եւ մինչեւ հիմա էլ չեն թուլանում, հա, ինչ է տեղի ունեցել նաեւ զուգահեռաբար նրանք սկսել են Ադրբեջանում խոսել հարավային Ադրբեջանի մասին։ Հենց դրա մասին էր հաջորդ հարցս, պարոն Այվազյան։ Իրանական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում նա Ադրբեջանը ներկայացնում է որպես հույսի վայր Իրանում բնակվող ադրբեջանցիների համար։ Սա Թեհրանում ընկալվել է որպես բացահայտ տարածքային հավակնություն Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ։ Ի պատասխան իրանական սոցիալական հարթակներում եւ որոշ քաղաքական շրջանակներում սկսել են տարածվել թեզեր, որ այժմյան Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմականորեն պատկանում է Իրանին։ Այդ խոսակցությունները Ալիևը պահանջում է իր տարածքները եւ հույսի վայր է անվանում, սոցցանցերում էլ իրանական մասը Ադրբեջանի տարածքը համարել է Իրանի պատմական տարածք։ Միջդեռ քլիջը զգում է Թուրքիայի պատվերական Հայաստանում իրեն ինչպես տանն է զգում Թուրքիայի փոխնախագահ Ելմազի այցի հետ կապված, հա, ելույթներում ինչպես տանն է իրենք եւ մեր արևմտյան Հայաստանում իրենց ինչպես տանն են զգում մեր հողերի վրա եւ Կիլիկիայում են զգում եւ ծայր արևելյան Հայաստանում, որը հիմա կոչվում է Ադրբեջան, այնտեղ էլ են զգում իրենց ինչպես իրենց տանը, այդտեղ հաղորդակցություն ինչ քաղաքականություն էր սա եւ ինչ ռազմավարություն էր Թուրքիայի բանախոսը գալիս է Հայաստան ու ասում է, որ իրեն զգում է ինչպես իր տանը։ Ինչ է ուզում ասել։ Դե էտա օրինակները թվարկեցին։ Չէ, ասում է դե ինչպես տանն էլի, այսինքն ինչպես արել են արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ծայր արևելյան Հայաստանում, հյուսիս ծայր արևելյան Հայաստանում, որը հիմա Ադրբեջան է կոչվում, Բաքուն հայկական քաղաք է, մենք անընդհատ պետք է խոսենք Բագավան, Բագարան, անընդհատ պիտի հիշեցնենք Թուրքիայի։ Դրա մասին են խոսում, դրանից չեն թաքցնում։ Ինչ վերաբերում է մենք պետք է զգոնությունը չկորցնենք։ Նրանք իրենց ծրագրերից ոչ մի յոտա չեն շեղվել։ Այո, անշուշտ նախորդ տարի իրենց մոտ մեծագույն դեմոգրաֆիական ողբերգություն էր, երբ որ Ադրբեջանում, երբ որ 2025 թվականին իրենց արգելել են բարեկամների միջև ամուսնությունները։ Մի ամսվա մեջ 50% նվազեցում էր ամուսնությունների չափին։ Հիմա երեխեքից հրաժարվում են, անուններն են փոխում միմիայն իրենց բնական իրավունքը պահպանել եւ ավանդույթները, ընտանիք կազմել, հասկանում եք ինչ մեծ կրիզիս է, եւ նաեւ իրենք հավատարիմ են մնում իրենց նախնիներին, կարաչի գնչուններին, հա, որոնք ներկայիս ադրբեջանցի թուրքերի էթնոգենեզում մեծ դեր են կատարել։ Բացի չէ, գնչուները, կարաչի գնչու։ Հենց նայեք, եւ ավանդույթներ դրանք կապ ունեն այդ ակոյոլունների հետ։ Ոչ ուղակի, ուրիշ ձևով, ուրիշ քոչվորներ են։ Եվ երբ որ նրանք զգում են, ասենք թե Հայաստանում իրենց ինչպես իրենց տանը, ապա արդյոք հայերը Թուրքիայում զգում են կամ արևմտյան Հայաստանում ծպտված հայերը զգում են սեփական հողում իրենց
Պապական տանը։ Արդյոք ներկայիս Ադրբեջանի տարածքում, որտեղ որ եկեղեցիներ են քանդում, հուշարձաններ են քանդում, գերեզմանատներ են քանդում, որտեղ որ հայ լինելը հանցագործություն է, արդյոք հայը կարող է այնտեղ իրեն տանը զգալ։ Այս պարագայում կարելի է ասել, որպեսզի նրանք ավելի լավ զգան իրենց տանը բոլորը, հա, թուրք նացիստները նկատի ունեմ, կարող են հավաքվել ու վերադառնալ Մանջուրիան, այնտեղ զգան իրենց, ինչպես իրենց տանը Չինաստանի տարածքում։ Տեսեք զուգահեռաբար Պարոն Այվազյան, ներողություն, նաև ասում են, որ այդ պատվիրակը Թուրքիայի ազգայնական է եւ այդ գորշ գայլերից է, այդպես է։ Ես ուրիշ բան նկատեցի, որ զուգահեռաբար դրան լուսանկարներ են տարածվում, նաև որ Հայաստան է այցելել գորշ գայլերի պարագլուխներից մեկը եւ իրենց հայտնի նշանը ցույց տվեց, էլի, դե բոզգուրտ են նրանք, էլի, բոզգուրտ են։ Դե եթե մարդիկ իրենք ասում են, որ իրենք բոզ են եւ դրանից շո էլ չեմ ասում ինչ են։ Դրա մասին ինչ կարելի է խոսել, որ լուսանկարվել է այդ սիմվոլը, որը հայերի համար նույնն է, թե ասենք թե սվաստիկան, չնայած սվաստիկան գերմանացիների հետ կապ չունի ուղղակիորեն, հա, նշան է, հրեաների համար։ Սպառնում է, տեսեք, մի կողմից սպառնում է նույնը անել Հրեաստանի, Իսրայելի հետ, ինչ որ Ղարաբաղի հետ արել։ Մյուս կողմից վաճառում է այնտեղ, տեսեք ինչ բազմավեկտոր քաղաքականություն են վարում։ Մյուս կողմից վաճառում է ադրբեջանական գազ ու նավթը Իսրայելին, որով գործողություններ են իրագործվում, հա, Լիբանանի հարավում, Պաղեստինի տարածքում եւ այլուր, չէ՞։ Տեսնում ենք, թե ինչ խաղ են նրանք խաղում, հասկացեք, նրանք մեծ դերասան են, նրանց դերասանությունը ուղղակի, այս վարպետությունը է այդ գործում, մարդկանց համար կյանք է արժանի, մի ամբողջ քաղաքակրթությունը կարող է նորից ցեղասպանության ենթարկվի։ Եվ ես դες ասեցի, երբ որ մենք անցել ենք ցեղասպանություն, դա չի նշանակում ժամանակին, չի նշանակում, որ դա չի կարող կրկնել, կրկնվեց Արցախում, հիմա էլ վտանգը դեր անցյալում չէ, սակայն ես համոզված եմ, որ աշխարհի ցանկացած ծերում գտնվող հայը իրեն համար Արարատը իրեն սրտում է, Հայաստանը ամեն ինչ վեր է, մեր գործը արդար է, հաղթանակը անպայման մերը կլինի, հաղթանակը մեզ անփարունակ մահ մեր թշնամիներին։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, շնորհակալ եմ, որ եկաք, ձեր տեսակետները ներկայացրեցիք եւ ինչ խոսք ձեր մոտեցումները, վերլուծությունները որպես ադրբեջանագետ։ Հոգաչափ շնորհակալ եմ, ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչ նոր հանդիպում։ Լսեք լեռների ձայնը, այդ ձայնը դարերի խորքից եկող հայ ժողովրդի շունչն է, մի ժողովրդի, որին փորձել են բաժանել, լռեցնել, ծնկի բերել, բայց չեն հասկացել մի ճշմարտություն, հայը ընկնում է, բայց չի մնում ընկած։ Մեր պատմությունը գրվել է ոչ թե թագավորների պալատներում, այլ մարտի դաշտերում, վանքերի մոմերի լույսերի տակ, աքսորի ճանապարհներին ու սահմանապահի աչքերում։ Այսօր շատերը փորձում են մեզ վախեցնել ապագայով, ասում են փոքր եք, մենակ եք, շրջափակված եք, բայց մոռանում են։ Այս ազգը հազարավոր տարիներ գոյատևել է ոչ թե բարենպաստ պայմանների, այլև անհնարինության դեմ հաղթելու շնորհիվ։ Եվ եթե մի ժողովուրդ նույնիսկ դժոխքի միջով անցնելով կարողացել է պահել իր անունը, իր եկեղեցին, իր խաչը, իր հայրենիքի գաղափարը, ուրեմն այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէ։ Թող մեր նահատակների հիշատակը դառնա ուժ, ոչ թե ցավ, եւ թող գա այն օրը, երբ աշխարհը ոչ թե կխղճա հայ ժողովրդին, այլ կհիանա նրանով։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, հյուրս պատմության դոկտոր, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։